Հայդուկային շարժման առաջին խմբերի հրամանատարությունը 1880-ական թվականների վերջին տեսնում ենք, որ ստանձնում են ազատագրական շարժման տարբեր երևելի գործիչներ։ Այդպիսի անձանցից է օրինակ Արաբոն, Նակ Մարգար վարժապետը, Արամ Աչկբաժյանը եւ այլ ուրիշ նշանավոր դեմքեր։ Այստեղ նաև պետք է նշել, որ սկզբից որոշ հայդուկներ մտածում էին մտնել քրդական հակակառավարական խմբերի մեջ, որպեսզի սեփական հայրենակիցների նկատմամբ թուրքական իշխանությունների գործողությունները չգրգռեին, եւ այդ հակակառավարական խմբերը կոչվում էին չելոներ։ Այդ չելոներից մեկը, օրինակ Կեսարիայի շրջանում գործող մեծ չելոն, ղեկավարում էր հենց ազգությամբ հայ Թորոս Ծառուկյանը։ Եվ այս միջավայրում իհարկե հայ ազատագրական շարժումը հայդուկային փուլում դեռևս սկզբնական շրջանում չէր վերածում ընդհանուր մի ազատագրական պայքարի։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։